Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 17-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար, տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը, գնայինք խոյերին, ինչ է սպասվում խոյերին մարտի 17-ին, Հարգելի խոյեր, այդ օրը լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, նաև հանդիպում շփում կունենաք որևիցե մասնագետի հետ, նաև որևիցե երիտասարդ տղայի հետ, եւս կհանդիպեք, կշփվեք, միգուցե նաև սա սիրային թեմա է եւ նոր ծանոթություն է ոմանց համար, եւ երեկոյան սպասման մեջ եք լինելու, ինչ-որ մարդկանց կսպասեք, ինչ-որ բանի կսպասեք այդ օրը, երեկոյան, արդեն կողը սպասում եք տանեչները գան տուն, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր է մարդուն, գնայինք ցուլերին, ինչ է սպասվում ցուլերին մարտի 17-ին, Հարգելի ցուլեր, այդ օրը էմոցիոնալ կլինեք բավականին շատ առավոտյան, բայց չերևում ինչու, միգուցե երկար սպասված ինչ-որ բան եք ստանում դրանից է, ինչ-որ փաթեթ, ոչ է փաստաթուղթ կամ ինչ-որ մեկից նամակ, եւ օրվա ընթացքում ոչինչ մի բան է, փուչիկի նման պայթելու, ինչ-որ մի տեղեկություն է, որ եք իմանաք, նաեւ դա կարող է կապված լինել ինչ-որ մոլորեցման հետ, փորձեն ձեզ մոլորեցնել այդ օրը։ Հանդիպում, շփում կունենաք օրվա ընթացքում ոչ է տղամարդու հետ, դա կարող է լինել ձեր տնօրենը, ոչ է պետական աշխատող կամ նաև ձեր ամուսինը, կարող է օրվա ընթացքում տուն է գալիս, տեսնում եք իրար։ Հաջողություն ունեք նաև այդ օրը ձեր գործերում այն ինչ որ կանեք, նաև
ինչ-որ բան է ուշանում, մոտավորապես 3 ամիս կուշանա, կարող է լինել դա ձեր սիրելին, որ ինքը ուշանում է, պետք է դեռ մնա այնտեղ, դեռ չի կարող գալ եւ այլն։ Նաեւ այդ օրը ոմանց սիրո խոստովանություն կանեն, դուք կանեք, ձեր սիրված կզգաք, հարազատների շրջապատում կլինեք, հա ձեր ոգևորված կլինեք, հա ձեր շրջապատում։ Այսքանը կամ ինչ-որ մի բան է տեղի ունենում, կամ ժամադրության եք գնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 17-ին։ Հարգելի եկվորյակներ, քարտերը չեն ուզում ձեզ պատասխանեն, պետքա փոխեմ քարտերը։ Գնանք սրանով։ Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 17-ին։ Անցյալից ինչ-որ մարդիկ կարող են գալ, անցյալը կարող եք հիշել, անցյալի գործունեությամբ զբաղվեք, հիշեցնեն ինչ-որ մի բան, որ անցյալում պետք է անեիք, չկարել։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, միգուցե անցյալից է գալիս։ Նամակագրական կապի մեջ կլինեք, կամ ոյսը փաստաթուղթ է, որ իր հետ կարող եք ստորագրել, կամ տեղեկատվություն է, որ կստանաք այդ տղամարդու կողմից։ Եվ հաջողություն ունեք այդ օրը յուրաքանչյուր գործում ինչ որ կանեք։ Այդ օրը ձեզ սպասվում է հաջողություն։ Այսքանը ձեզ համար, ցավոք սրտի, դե երբ որ քարտերը չեն ուզում խոսել, ուրեմն պետք է այն կանգնեցնել։ Ուրիշ ոչինչ մեզ չի մնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 17-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը գորգռում եք ձեր սիրելիների վրա, միգուցե ձեր երկրորդ կեսի վրա եք գորգռում, ինչ-որ մի բան այնպես չէ, առավոտյան գորգռում եք։ Ոմանք կարող է ձեզ ուղղակի սիրո խոստովանություն են անում, այդպես սիրահայտում են եւ իրենց վրա եք գորգռում։ Օրվա ընթացքում հաջողություն ունեք, զարգացում ունեք, նաեւ դա կապված է առողջության հետ։ Եթե խնդիրներ կար, եթե պարկած էիք, ապա ավելի ձեզ լավ կզգաք, եթե ինչ-որ մեկն էր պարկած, ապա ինքը իր ավելի լավ կզգա։ Նաև այստեղ կարող է հարաբերությունները զարգանան դեպի ինտիմ հարաբերություններ։ Եվ վիճում եք էլի նորից վիճում եք։ Լարված եք այդ օրը կարծես թե։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին մարտի 17-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը օձեր կան, ձեր շրջապատում նախանձ մարդիկ, չար վերաբերմունք, նաև տան հետ կապված իրադարձություններ են, հնարավոր է հյուրեր եք ընդունում, հնարավոր է տեղափոխություն է, բուրկա եք անում, մաքրում եք, հավաքում եք տունը և ելք կփնտրեք ինչ-որ հարցին լուծում տալու համար, նաև զարգացում ունեք, առաջ խաղացում ունեք, յուրաքանչյուր ոլորտ դա կարող է լինել։ Եվ լեզուս է ուզում կծի և ճանապարհ եք գնալու այդ օրը, նաև ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կգան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 17-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը գորգռում եք, հնարավոր է աշխատանքի վայրում է դա տեղի ունենում, ամենայն դեպս առավոտյան գորգռում եք կամ աշխատանքի գնալուց։ Եվ ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք կգնան հարցազրույցի, ոմանք կզբաղվեն իրենց բիզնեսով, հանդիպում պետական աշխատողի հետ, երկերեսանի մարդիկ կան նաև ձեր շրջապատում այդ օրը։
Օրվա ընթացքում կցանկանաք պարկել հանգստանալ, նաև սա ինտիմ հարաբերությունները ոմանց համար կարող է վատ եք զգում ձեզ, ուզում եք պարկել։ Սեղանի շուրջ եք նստելում, այստեղ նաև ձեզ որևիցե նորություն կիմանաք ինչ-որ մեկի ամուսնության մասին, նաև որ իրենց օրինակ ամուսնության առաջարկ են արել եւ այլն, նման ինչ-որ բաներ կիմանաք։ Նաև նա հրավերքը կողը ծրար է, ձեզ հրավիրում են, այդպես հրավիրատոմս է, որպեսզի գնաք հարսանիքի կամ նշանադրության, կամ այդ օրը նշանադրության եք եւ ձեզ նաև հրավիրում են հարսանիքի, այդպես հրավիրատոմսով։ Իսկ ձեզ ամուսնության առաջարկը այստեղ, չգիտեմ, մի քիչ դժվար, ուղղակի այստեղ ավելի շատ գործարքային պահեր է, գործարք կարող եք կնքել, ստորագրել ինչ-որ պայմանագիր, քան ամուսնության առաջարկ, չգիտեմ, ինչ-որ նորություն ինչ պիտի լսենք։ Եթե սեղանի շուրջ նստած ինչ-որ թեթև, հա, այդպես կարող եք խոսել հարսանիքից, միայն դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին մարտի 17-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը մտքերի մեջ կլինեք, կմտածեք ինչ-որ բաների մասին, երկար սպասված նամակ կստանաք, տեղեկատվություն, միգուցե փաթեթ է կամ ինչ-որ փաստաթուղթ է, ինչ-որ մեկն է նամակով ձեզ գրել, որ կորած էր եւ հիմա մտածում եք, արդյոք պատասխանեք թե ոչ։ Եվ տատանվում եք, կտատանվեք ինչ-որ բանի հետ կապված։ Եվ երկար սպասելու եք, ինչ-որ միտեղ կգնաք եւ երկար կսպասեք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի։ Բայց ոնց որ ասում են, ձեր համբերատարությունը կտա իր արդյունքները, հետո ուրախ կլինեք, զարգացում, առաջխաղացում կունենաք, այնպես որ կկարողանաք ինչին որ սպասում եք կամ ում որ սպասում եք, դրանից հետո ինչ-որ բաներ առաջ տանել, զարգացնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 17-ին։
Հարգելի կարիճներ, այդ օր առավոտյան հանդիպում կամ շփում կունենանք որևիցե երիտասարդ տղայի հետ։ Նաև օրվա ընթացքում պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, այնտեղ եւս ոչ է տղամարդու կարող հանդիպել, նա կարող է լինել բժիշկ, կարող է լինել պետական յուրաքանչյուր աշխատող, դասախոս եւ այլն։ Ինչ-որ մի բան է ուշանալու, ինչ-որ մի բան է ձգձգվելու, կարող է խոսում եք, որ եւս 2 ամիս է գնաք աշխատանքի, խոսում եք, որ եւս 2 ամիս պետք է բուժվեք, այն ինչ-որ բաներ են, որ դեռ 2 ամիս պետք է լինի դա։ Կամ կարող են ձեզ ասել, որ 2 ամիս դեռ պետք է ուշանա ինչ-որ մի բան։ Եվ փակ է, չի ստացվում, նա ուրեմն մասնագետի հետ է կապված դա, մասնագետին տեսնելու կամ ինչ-որ բան անելու կամ ճանապարհի հետ է կապված։ Գուցե ճանապարհը չի կարելի գնալ, ճանապարհը հա ինչ-որ մի բան է այստեղ, չի ստացվում գնալ նաև։ Ելք եք փնտրում ինչ-որ հարցին լուծում տալու համար եւ ինչ-որ մի բան էլ ձեզ մոտ կզարգանա, առաջ կգնա, հա, որևիցե ոլորտ, որը որ կանգնած էր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 17-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը օձեր կան եւ կամ իրենք են կտրուկ քայլանում ձեր նկատմամբ կամ դուք կանեք։ Գուցե որ հոգնածնում են, որ պատտվում եք ու սկսում եք։ Նաեւ հիվանդանոցից ինչ-որ մի բան է ձեզ ուրախացնելու կամ հիվանդի վիճակը, կամ միգուցե դուք եք հղի կամ ինչ-որ մի բաներ են դա ձեզ ասում, որ ուրախ եք, նոր հնարավորություններ է բացվում ձեր առջև, միգուցե վիրահատության հետ է կապված, միգուցե ինչ-որ մի բան է այստեղ։ Եվ նոր դռներ են բացվում ձեր առջև։ Մտքերի մեջ կլինեք, կմտածեք ինչ-որ բանի մասին, ինչ-որ մեկի մասին։ Նաև այստեղ էմոցիոնալ եք լինելու երեկոյան բավականին շատ։ Առաջ խաղացում ունեք, զարգացում ունեք, որևիցե ոլորտ, որը որ կաղում էր, եւ այստեղ եւս պետք է ուշադիր լինել այդ առաջ խաղացման հետ կապված, որ ձեզ չմոլորեցնեն, օրինակ կարող ասեն, արի սա անենք, նա անենք, արի այսպես արա, ավելի լավ կլինի վիճակը, առաջ կգնաս եւ այլն, մի վստահեք նման բաների այդ օրը։ Ոչինչ մի վստահեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այս եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 17-ին։
Հարգելի այցեղջյուրներ, այդ օրը առավոտյան շուտ կարող եք արթնանալ, նաև միգուցե երկար եք քնում, բայց դա ընդհանուր արթնացում է, նայեք ուղղակի չուշանակ աշխատանքից, այստեղ երկուսն էլ հնարավոր է, հա, մահճակալ է կամ քնից արթնանում եք, այդքան է ձեզ լավ չեք զգում, կամ ուղղակի այդպես, հա, շուտ կամ ուշ եք արթնանում։ Ոմանց այդ օրը ամուսնության առաջարկ կանեն, ոմանք պատրաստվում են հարսանիքի կամ հարսանիքի հրավեր կունենաք, գործարք կկնքեք, պայմանագիր կկնքեք, ցիկլային աշխատանք է, որ մշտապես անում եք այդ օրը եւս կանեք։ Եվ տան հետ կապված որոշ իրադարձություններ են, հնարավոր է տեղափոխություն է, հնարավոր է տուն եք մաքրում, այնպես ինչ որ գործողություններ են, որոնք որ կանեք տան համար, տան մեջ։ Գուցե հյուրեր են գալիս, առիթ է, այդպես։ Կամ կարմիր խնձոր եք տանում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 17-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տարեց անձնավորության հետ, նաև դա կարող է պետական աշխատող, ձեր հայրը, ինչ որ մեկը, որ մի փոքր ավելի եւ տարիքով է մեծ եւ ուսերով ճանապարհ եք գնալու կամ նաև ձեզ մոտ կգան ինչ որ մարդիկ, ոմանց համար ինտիմ հարաբերություններ է սա, ոմանք կպարկեն հանգստանալու օրվա ընթացքում կամ կցանկանաք քնել։ Եվ նաև էլի եւս հանդիպում ունեք արդեն ավելի երիտասարդ տղայի հետ այդ օրը, կամ խոսակցություն, ինչ որ մի բան է, ինչ որ գործի հետ է կապված, եւ սեղանի շուրջ եք նստել մի երեկոյան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 17-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը մտքերի մեջ եք լինելու եւ այնքան կմտածեք, ելք եք փնտրելու, հա, ինչ որ մտածմունքները դրանից է, որ մարդը ելք է փնտրում։ Եվ գումարի հետ կապված այստեղ ինչ որ մի բան է փակ, կամ գումարը չեք կարող ստանալ, կամ գումար չկա այս պահին։ Էմոցիոնալ եք բավականին, միգուցե չեք կարող գումար վերցնեք, միգուցե երկրորդ կեսի հետ է կապված, կամ պայմանագիր եք կնքել դեռ գումարը չեն նստացրել, հա, ինչ որ մի բան է այստեղ գումարի հետ կապված։ Եթե ոչ գումարի, հա, ապա այդ օրը գումար կստանաք եւ գումար կծախսեք, բայց ինչ որ մի բան էլ նաեւ փակ է։ Դեռ երկրորդ կեսի հետ է կապված, միգուցե գործարքի էլի եմ ասում, նաեւ էմոցիոնալ եք։ Եթե էմոցիաները թողեք մի կողմ, եթե ինչ որ մի բան ձեզ այնց է կախված, ապա դուք պետք է անեք այդ օրը։ Որ դա ստացվի, դա կարողանաք։ Միգուցե ուղղակի չեք կարողանում շփվել ձեր երկրորդ կեսի հետ։ Եվ այդ օրը ձեր գործերը առաջ կմղեք, շատ չէ, բայց կկարողանաք որոշ չափով առաջ մղել։ Եվ ովքեր ունեն բժշկական կենտրոնում ինչ որ հարցեր կգնաք, այնտեղ կլուծեք, միգուցե ուզում եք գնալ հիվանդատես եւ այստեղ օծեր կան, չեն թողնում, որ գնաք։ Կամ այնտեղ օծեր կան, նախանձ նստած են, մտնում եք, որ ինչ որ գործողություններ անեք, հա, ոչ թե կոսմետոլոգի մոտ կամ նման ինչ որ կենտրոն եւ այդպես ֆշշնում են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։